Ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ եմ YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս ձեզ ներկայացնելու ենք օրվա տեղական եւ միջազգային մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով մի քանի օր առաջ արդիկ քրեակատարողական հիմնարկում դեբոշ եղել, որն ավարտվել է ծեծկրտուկով։ Դատապարտյալները ծեծի են ենթարկել Բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին իրենց այցելած բուժքրոջ հետ անարգալից շփվելու համար։ Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվել, որ զոն մտնեն տասնյակ աշխատակիցներ։ Դատապարտյալներն էլ ներքաշվել են, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։ Հրապարակ օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց, պահանջելով հանդիպում զինված ուժերի ԳՇՊետ Էդվարդ Ասերյանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։ Այդ օրը նրանց խոստացել են, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։ Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից եւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել։ Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ԿՊԱ-ականներ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել։ Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետևում ԿՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրելյանի անունն է հնչում։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, եթե հավատանք այդ հաղորդագրությանը, Էդվարդ Ասերյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ։ Փաստ օրաթերթը գրում է. Հայաստանի նորագույն պատմության մեջ միշտ առաջնային է եղել մեկ ուժի կամ մեկ անձի ձեռքում իշխանության չափազանց երկար կենտրոնացման կանխումը։ Այդ իսկ պատճառով երրորդ ժամկետով իշխանության վերարտադրման արգելքի սահմանը քաղաքական մշակույթի կարևոր նվաճում էր, որը պաշտպանում էր պետական ինստիտուտների կենսունակությունը եւ ժողովրդավարական մրցակցությունը։ Այսօր երրորդ ժամկետի մասին խոսակցությունները վտանգավոր են ոչ թե անձերի, այլ հենց համակարգի համար։ Երբ վերարտադրության նպատակը դառնում է սոսկ իշխանության պահպանում, ոչ թե երկրի զարգացումը, սկսում է վստահության կորուստ թե ներսում, թե դրսում։ Մրցակցային դաշտը նեղանում է, քաղաքական գործընթացը վերածվում է վարչական ռեսուրսի ցուցադրության, իսկ հասարակության ձայնը ձևականության։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մինչ ներքին գործերի նախարարությունում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլևս բացահայտված է, ԿՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ 1 պատասխանատու համարել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանի խավության նոխած դարձրին ազատելով պաշտոնից։ Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածություն այս ամիսներին չի թույլատրել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի եւ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել։ Նկատենք, որ այս նախարարի նշանակումից անմիջապես հետո կարելի ասել կրիմինալ իրավիճակ ավելի վատթարացել է։ Մի կողմից հասկանալի է, սա միայն նախարարի պատասխանատվության դաշտում չէ, որովհետև եթե դու նախարարին, ամբողջ ներքին գործերի նախարարությունը, իրավապահ համակարգը օգտագործում ես քաղաքական նպատակներով ընդդիմախոսներին ճնշելու համար, ապա այդ մարդիկ չեն կարող շպագատի չած օրենք պաշտպանել, որովհետև իրենք սպասարկում են քեզ քո հակաօրինական հրահանգները, այնպես որ այստեղ էլ պատասխանատվության գլխավոր չափաբաժինը Նիկոլ Փաշինյանինն է։ Իրավունք թերթը գրում է. Վաղարշաբաթի ընտրություններին ընդառաջ ԿՊ-ն ձեռքուվոտ է ընկել, էլ ներկա, էլ նախկին բոլորին դիմում են օգնություն աղերսելով։ Ասում են դիմել են նաև վաղարշաբաթի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, ով քաղաքավարի նրանց իրենց տեղն է ցույց տվել, ասելով ես փաս եմ, չեմ խառնվում ոչ մի ձևով, բայց նաև ասում են, թե իրականում խառնվելու է։ Պաստորաթերթը գրում է. Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան ԿՊԱ-ական քարոզիչները, այդ թվում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել։ Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա այդ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված։ Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ԿՊ-ին, ինչպես նաև նման սպանությունների համար ԿՊ իշխանության ստեղծած
բարենպաստ միջավայրը այն է թշնամանքի ատելության գեներացումը հանրության մեջ շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է, իսկ ԿՊԱ-ականները սկսել էին հերոսացնել սպանություն կատարողին կամ պատվիրատուին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն փորձում է այնպես անել, որ Փարաքարի ընտրված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի եւ նրա անկեր ոստիկանության օպեր լիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունները համարվեն վենդետա, իսպառ փակելով մյուս հնարավոր վարկածների թեման, մաքրելով ԿՊԱ-ական Ախտոյան եղբայրներին։ 3 հմեկով կազմակերպված հարցազրույցի ժամանակ քաղաքականապես ուղղորդված հարցազրույցավարը խիստ պասիվ էր, մի քանի հարց հնչեցրեց, որին պատասխանելիս քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ընդգծեց, թե սեպտեմբերի 23-ին կատարված դաժան սպանությունը վենդետա է։ Հետո փորձեց իրեն ուղղել, թե քննությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև բոլոր հարցերի պատասխանները հանրությունը չստանա։ Հրապարակ օրաթերթը գրում է. Պատերազմի տարելիցի օրը սեպտեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Նոր Դվին ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն է Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քննարկումը, սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրությունների ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։ Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը։ Շատերն են հրավիրվել, սակայն հաշված տնտեսվարողներ էին ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են, խոշոր գործարարները բոյկոտել են իշխանական հավաքը։ Հանդիպման ընթացքում ըստ մեր աղբյուրների տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել, ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել և իրենց դաշտ բերել Էջմիածնում, որպեսզի Գյումրու պարտության օրինակը չկրկնվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։ Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության։ Մասնավորապես դատապարտյալ Արմեն Արաքելյանը, որը հայտնի է Գոջի մականունով և բանտում գտնվում է Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս ևս անազատության մեջ են Էջմիածնում 22-ամյա Պարքև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում։ Խուսափելու համար հնարավոր հացադուլից և Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից որոշվեց նրան տեղափոխել Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ Արմավիր ՔԿԻ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի բացառիկ տեղեկություններով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թևակողում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ ինչ ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև խորը լարվածություն կա։ Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար, պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը Ալեն Սիմոնյանը հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձևավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին, վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն և տարածվել է կուսակցության հայտարարությունն ընդդեմ Հայկ Սարգսյանի։ Օրաթերթի ԿՊԱ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների, ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ-նախագահի կողքին և եթե անհրաժեշտ լինի, զոհաբերել Հայկ Սարգսյանին։ Ինչպես մեր թողարկումներից մեկում, երբ այս թեման քննարկում էինք վերլուծաբան Արգիշտի Կիվերյանի հետ, մենք եկանք այն եզրանկման, որ այո, ՔՊ-ում յուղակալել են այս 7 տարիների ընթացքում և հիմա ըստ էության փողերի ազդեցության կռիվ է, ինչը լինում է սովորաբար և յուղակալած և արդեն ճահճոտած իշխանության ներսում, այնպես որ սա ևս մեկ վկայություն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը երկար ժամանակ չի մնացել, իհարկե, եթե Փաշինյանը չգնա ապօրինի հանցագործ ճանապարհով իշխանությունը պահելու, իսկ նա հակված է դրան գնալու, այստեղ պետք է արձանագրել, որ արդեն անելիք ունի ընդդիմությունը և ընդդիմությունը պետք է
գիտակցի, որ Փաշինյանը հենց այնպես իշխանություն հանձնող չէ, ուստի գործողությունների պլանավորում եւս պետք է ունենա։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ հարգելի հեռուստատողներ, որ շարունակում եք հետևել մեզ, առաջարկում բաժանորդագրվել մեր ալիքին, ուրեմն դուք գիտեք, որ սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Մոսկվայում եւ ինչպես հաճախ է լինում, Փաշինյանը որևէ քաղաք գնալիս շատ հատկապես վերջին տարիներին, չնայած ի սկզբանե այդպես էր, բավական ճոխ շռայլ կյանք է վարում, ոչ այնպես ինչ ցույց են տալիս եթերներում իրենց ընտանեկան այդ ոդկասթներով կամ մնացած տեսանյութերով, որոնց նպատակը ժողովրդի գլուխը հարթուկելն է։ Եվ այսպես սեպտեմբերի 25-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գտնվել է Մոսկվայում։ Ըստ մեր տեղեկությունների գիշերը Կարլոտոն շքեղ հյուրանոցում։ Մեզ հասած տվյալներով Փաշինյանը գիշերել է կամ նախագահական լյուքս համարում, որի արժեքը կազմում է շուրջ $20,000 մեկ գիշերվա համար, կամ իմպերատրական լյուքսում, որտեղ գիշերակացը հասնում է մինչև $25,000։ Մեր խմբագրությունը կապ է հաստատել հյուրանոցի ադմինիստրացիայի հետ, մենք ներկայացանք որպես Փաշինյանի աշխատակազմի աշխատակից եւ խնդրեցինք հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն այն ներառելու մեր հաշվետվությունում։ Հյուրանոցի կառավարիչը սակայն հրաժարվեց հավելյալ տեղեկատվություն տրամադրել։ Մեր հյուրերի մասին տեղեկությունները գաղտնի են կամ պետք է ասեք պարոն Փաշինյանի գրանցման կոդը, ասաց մեր զրուցակիցը։ Փորձեցինք նաև կառավարությունից մեկնաբանություն ստանալ, Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը չի արձագանքում մեր զանգերին, ինչպես միշտ, եւ կառավարության գրեթե բոլոր խոսնակները։ Հիշեցնենք, որ դեռ 2018-ին Պոլիտիկայում բացահայտել էր, որ Փաշինյանը Դավոսի տնտեսական ֆորում իր հետ տարել էր նաև կնոջը, այն ժամանակ նրանք գիշերել էին Գերշ շքեղ հյուրանոցում, որտեղ գիշերակացը կազմել էր շուրջ $7,500։ Սկզբում կառավարությունը կտրականապես հերքում էր մեր հրապարակումները, սակայն փաստերի ճնշման տակ ստիպված եղավ ընդունել դրանց ճշմարտացիությունը։ Այսօր էլ կրկնվում է նույն պատկերը։ Տեղեկությունները դեռևս չեն հաստատվել, բայց հարցը մնում է բաց։ Պետական միջոցները արդյոք շռայլորեն ծախսվել են Մոսկվայում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կեցության համար։ Իսկ հասարակությունը շարունակում է պատասխանների սպասել, մինչ պաշտոնական լռությունը ավելի խորացնում է կասկածները։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը մամուլի հետ աշխատանքի, սկզբում չեն արձագանքում, եթե չարձագանքելու դեպքում այնուամենայնիվ հրապարակում է լինում, հերքում են, եթե հերքումից հետո էլ հայտնում են փաստեր, որոնք ուղղակի հերքել հնարավոր չէ, ասում են դե հիմա պետական ծախսեր են, այսպես ասած, հավուր պատշաճի աշխարհի առաջ ներկայանալու ձև է։ Սա իրենց մոտեցումն է, այնինչ Փաշինյանը, եթե հիշում եք, 2018-ին փորձում էր այդ իր բուլատի ծատամով եւ մնացած քայլերով ցույց տալ, թե ժողովրդի ծոցից է դուրս եկել, անգամ ես հիշում եմ լուսանկար էին հրապարակել իրենց մեդիաները, որ Փաշինյանը սովորական էկոնոմ կլասով է Փարիզից թե Նյու Յորքից վերադառնում Հայաստան։ Սա իրենց վարքագիծն է, մի կողմում հրապարակային ցույց տալ, որ իրենք ապրում են շարքային քաղաքացու միջին վիճակագրական հայաստանցու կյանքով, իսկ իրականությունն այն է, որ ապրում են, այսպես ասած, գերշքեղ կյանքով։ Տեղեկատվության վերաբերյալ դեռ կսպասենք կառավարության արձագանքին, բայց անգամ առանց այս տեղեկատվության բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք ապացուցում են այս մարդկանց այսպես ցոփ ու շվայտ կյանք վարելը պետության հաշվին իհարկե։ Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից, այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցում։ Կալիֆոռնիան իր թույլ եւ անգործունակ նահանգապետով հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100%
մաքսատուր կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար, ասել է Թրամփը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նվազեցրել է հունգարական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի օդային տարածքը խախտելու հնարավորությունը, հաղորդում է Euronews-ը։ Օրբանը ասել է, որ նույնիսկ եթե անօդաչու թռչող սարքը Հունգարիայից մտնի Ուկրաինայի տարածք, Կիևը պետք է պայքարի արևելքից Ռուսաստանից եկող անօդաչու թռչող սարքերի դեմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության համաժողովում իր ելույթում առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ հակաօդային պաշտպանության հուսալի վահան ստեղծել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135,000 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը։ Եմեն եւ ՆԱՏՕ-ն քննարկում են դրոնների պատ նախագծում Patriot գնդացիրների եւ զենիթահրթիռային համակարգերի օգտագործման հնարավորությունը, հայտնում է բրիտանական Times-ը։ Նրա խոսքով ծրագիրը նախատեսում է տարբեր հակաօդային պաշտպանության միջոցներով տեղադրել ռադարների եւ այլ հայտնաբերման համակարգերի, այդ թվում ակուստիկ սենսորների բազմաշերտ համակարգեր, բացի գնդացիրներից եւ բարձր հզորության լազերներից, դրոնների պատի իրականացման ընթացքում նախատեսվում է օգտագործել նաեւ Patriot զենիթահրթիռային համակարգ։ Այսօր այսքանն ենք առանձնացրել տեղական միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։